Պարոն Բաբայան, ինչ սպասելիքներ ունեք։ Մի քիչ որ երկար պատասխանեմ կլինի։ Երկար պատասխանեք, նաև հաշվի առնելով ձեր գրառումը երեքորդ։ Տեսեք, մենք ունենք մի իրավիճակ, որ հանրային քրեական հետապնդում հարուցող դատախազը իր որոշման մեջ նկարագրել է մի գորելային այդ գործողությունը, որը թմրամիջոցների իրացման հետ ոչ մի առնչություն չունի։ Այսինքն այն ինչ որ գրել են գործողությունները, եթե օրինակ ենթադրենք դա իրականում տեղի ունեցած լիներ, ապա անգամ այդ պայմաններում հնարավոր չէր լինի Արշակ Սրբազանին մեղադրել այդ հոդվածով։ Սրանից հետո, սրանից բացի կալանքի միջնորդությունը զարթուղի ճանապարհներով գնում հասնում է մեր կողմից շատ հարգված, շատ օբյեկտիվ դատավոր Մասիս Մելքոնյանին։ Մասիս Մելքոնյանը այս հանգամանքներում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է իմ նշված հանգամանքներից ելի, իմ նշած հիմնավորումներով, այնուամենայնիվ կիրառում է 2 ամսյա կալանք։ 2 ամիս անցնելուց հետո Շենգավիթի դատարանը հերթապահ էր, երբ որ արդեն կալանքի երկարացման միջնորդություն պիտի ներկայացվեր։ Միջնորդությունը ներկայացվում է Շենգավիթի դատարանի տեղեկություններով, այդ միջնորդությունը կրկին զարթուղի ճանապարհներով գնում հասնում է Մասիվի դատարան։ Հույս ունենալով, որ կհանդիպի մեր կողմից շատ սիրելի, շատ հարգված, շատ օբյեկտիվ դատավոր Մասիս Մելքոնյանին։ Բայց վախները չի բերում, որովհետև Մասիս Մելքոնյանը պարզվում է Հայաստանում չի։ Այլ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դրանից հետո այս միջնորդությունը նույն զարթուղի ճանապարհներով պտտվում է, գալիս է հասնում է կենտրոնի դատարան։ Կրկին մեր կողմից շատ ավելի սիրելի, շատ ավելի հարգված մեկ այլ դատավոր կարող եք ասելու Կարեն Ֆարխոյանին։ Եվ մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը իրականացնի արդարադատություն եւ Արշակ Սրբազանն ազատ կարձակվի։ Պարոն Բաբայան, Հավատացիք, չէ՞։ ձեռքով է եղել Ֆարխոյանը։ Այո, ձեռքով է։ Երեք հատու կրկնել են, հա։ Եթե չեմ սխալվում 21 թվականին կամ 20 թվականին, եթե չեմ սխալվում, այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, մասնավորապես որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով եւ ոչ թե էլեկտրոնային համակարգով, բայց միևնույնն է այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ նման դեպքում ընդհանրապես պիտի այբենական կարգով ընտրվի եւ ոչ թե կամայական ու մուզիկ։ Բայց մտավախություն ունեն, որ եթե ես վստահ եմ դրանից։ Դուք կարող եք հիշել որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը օրինակ մակագրված լինի քիչ թե շատ օբյեկտիվության համբավ ունեցող դատավորի։ Չի եղել նման դեպք, երբեք չի եղել։ Եթե եղած է լինի, վստահաբար օբյեկտիվ է եղել այդ որոշումները։ Պարոն Բաբայան, իսկ այդ գործով ուղիղ ցուցումից եղել է, թե չի եղել։ Դե հիշում եք, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց կասեմ, որ ոչ, որևէ ուղիղ ցուցմունք չկա։ Պարոն Բաբայան, իսկ այդ իրեն ապացույցը, որ կորել է ինչ-որ քիմիա։ Ես անկեղծ ասած չունեմ տես տեղեկություն, բայց այսօր խոստանում եմ քննիչին կհարցնեմ դատական նիստի ժամանակ։ Չգիտեմ կպատասխանի թե չէ, բայց ես կհարցնեմ։ Եթե ասեց, ինչ պատասխանեց կգամ կասեմ։ Որոշակի ազդեցություն անշուշտ կունենա, բայց ասել թե այդ գործել գոյություն չունի, այնքան էլ ճիշտ չի լինի։ Հաշվի առնելով նախորդ նիստը, որը կալանքից եղել, հա, կալանքից այս դեպքում ևս ենթադրում է, որ նույն հիմնավորումներով են լինելու, եթե այո, խնդրում եմ ասեք դրան որոնք են հիմնավորումները եւ կարծեմ 4 ռիսկ է, չէ՞, դրանցից 3 ռիսկ, որն է այդ ռիսկը, որը Նախաքննությանը խոչընդոտել։ ինչպես պետք է խոչընդոտել։ Ասում են հեղինակություն ունեցող անձը կարող է խոչընդոտել, թե ինչին պիտի խոչընդոտի, չգիտեմ։ Ոչ մի կերպ, ուղղակի գրել են վերելու համար։ Դե ես չեմ կարող ասել։ Նախ չգիտեմ, որ իմանամ էլ իրավունքների մասով։ Պարոն Բաբայան, դուք այսօր միջնորդելու եք կալանքի բացի այլընտրանքան ինչ փոխանցել, օրինակ տնային կալանքը։ Գիտեք, հա, ընդհանրապես այս դեպքում պիտի որևէ խափանամիջոցի մասին խոսք չլինի։ Բայց մեր իրականության մեջ այո, միջնորդել ենք բոլոր հնարավոր այլընտրանքային խափանամիջոցները, այդ թվում դրանց համակցությունը, միայն թե բանկային կալանք չլինի։ Բայց հույս ունենք շատ մեծ, որ հավատում եք, չէ՞ էլի։ Բան էլ չի փոխվելու, նույնն ալնելու ինչ որ եղել է։